Պարապմունքը սկսելուց առաջ անպայման մտրակը պետք է ծանոթացնենք ձիու հետ, որպեսզի դրանից նա վտանգ չզգա։ Քանի որ մեր ձիերը ծանոթ են մտրակին, որպես այդպիսին սուր արձագանք չեն տալիս։ Հիմա տեսնում եք, ձին փորձում է փախնել, նույն վարժությունը կատարում ենք այնքան ժամանակ, մինչև որ ինքը կանգնի իր տեղում հանգիստ ու նշան տա, որ իր համար սա սովորական երևույթ է։ Նշանները մի քանիսն են, ականջները, տեսնում եք, սուր դիրքից հետ ծալելը, աչքերը թարթելը, խորը շունչ քաշելը, ինչը որ արդեն արեց, այս դեպքում միանգամից դադարեցնում ենք վարժությունը, ժամանակ ենք տալիս, որպեսզի ձին մտածի, թե ինչ տեղի ունեցավ հենց նոր ու հասկանա, որ իրեն վտանգ չի սպառնում։ Մտրակը ձիուն խփելու, ծեծելու համար չի, այլ պարզապես ուղղություն ենք տալիս մտրակով, սա գրավում է ձիու ուշադրությունը։ Հիմա որ շարունակենք նույն գործողությունը անելը, արդեն առաջնային ռեակցիան ձին ցույց չի տալիս։ Քանի որ ձիերի մոտ երկու պատկեր է, այսինքն ամեն մի աչքը տարբեր պատկերներ է ցույց տալիս, մենք երբ որ վարժեցնում ենք մի կողմից, պարտադիր պետք է նույն վարժությունը հակառակ կողմից անենք, որպեսզի երկու աչքի համար էլ նորմալ լինի։ Հիմա տեսնում եք, որ մյուս աչքի համար արդեն նորմալ էր վարժությունը, բայց այս մի աչքի համար նորություն էր և նորից մի թեթև նույն ռեակցիան տվեց։ Հիմա հետևում ենք, աչքերը թարթեց, ականջները հետ տարավ, նորմալ է իր համար, դադարեցնում ենք, ժամանակ ենք տալիս, որ մտածի, ապրեստ։ Այս պաուզաները կարևոր են, ընթացքում անպայման պետք է մի փոքր ժամանակ տալ, որպեսզի ձին հասցնի հասկանալ իրավիճակը, որ իրեն վտանգ չի սպառնում։ Շարունակում ենք, տեսնում ենք, որ բացարձակ ռեակցիա չի տալիս ու կարևոր է, որ վարժությունը անելուց մենք սենց լարված չնայենք ձիու վրա։ Տենում եք, հենց որ ես լարված նայեցի իրեն, ինքը մտածեց կարող է ինչ-որ վտանգ կա։ Առաջինը ձին նայում է իր մարզիչին ու ըստ դրա հասկանում է արդյոք վտանգ զգալու, փախնելու անհրաժեշտություն կա, թե չէ։ Թե ձիավարություն կանցկացնեք, թե թերապիա կանցկացնեք, ամեն մի իրավիճակում, երբ որ անծանոթ ձայներ կլինեն կամ վախենալու իրադարձություն կլինի, ձին նայելու է մարզիչին ու երբ որ տեսնի, որ մարզիչը հանգիստ է, ինքն էլ իրեն հանգիստ կպահի, բայց եթե մարզիչը խառնված լինի իրար, բնականաբար ձին էլ կխրտնի և կփախնի։ Չէ՞ խելոք։